1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում զորահանդես էր, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին զորահանդեսը։ Պատերազմն ավարտվել էր ընդամենը 1 տարի առաջ, 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի մասին համաձայնագրով, որի տակ ստորագրել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ «1995 թվականի մայիսի 9-ին Արցախում տոնում էին հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակը և Շուշիի ազատագրման 3-ամյակը։ Այդ մասին Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Սերյան Օհանյանը զեկուցում էր զորահանդեսն ընդունող բանակի հրամանատար Սամվել Բաբայանին։ Առաջինը հրապարակ պատրաստվում էին դուրս գալ հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Հրապարակով քայլում էին նաև կանայք, որոնք իրենց ներդրումն էին ունեցել ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից հայրենական մեծ պատերազմին մասնակցել էր 45,000 հայ, կամ բնակչության 1/3-ը։ 22,000 արցախցիներ, պատերազմ մեկնածների գրեթե կեսը, զոհվել էին տարբեր ռազմաճակատներում։ Զորահանդեսին հետևում էին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը և գրող Զորի Բալայանը։ Գուցե նրանք մտովի տեղափոխվում էին 1988 թվական, երբ միասին մեկնել էին Մոսկվա և հացադուլ էին հայտարարել, բողոքելով խորհրդային իշխանությունների անգործության դեմ։ Հրապարակում հավաքված մարդիկ և ուրախ էին, և շփոթված։ Ընդամենը 1-2 տարի առաջ նրանցից շատերն ապրում էին նկուղներում և երազում էին հաղթանակի ու խաղաղության մասին։ Իսկ այդժամ նրանք կանգնած էին հրապարակում, վառ արևի տակ, և դիտում էին հաղթանակած Պաշտպանության բանակի շքերթը։ «1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում իսկական տոն էր։ Տոն, որը ձեռք էր բերվել հազարավոր կյանքերի և աննկարագրելի զրկանքների գնով։ Շատ բան կարելի է ասել այսօր, տարբեր վերլուծություններ և դատողություններ անել, բայց գուցե ավելի լավ է նորից վերապրել այդ օրը և հյուծող անտարբերությունը փոխարինել հպարտանալու նոր առիթների համար պայքարով։